Տիրոջ ասուժով ունենք հավատարիմ Տեր Աստված, չէ՞։ Ամեն, նստեք ասուժով, նստեք, ովքեր բոլորին օգնի։ Հալելույա։ Գիտեք, իսկականից մեր Տերը հավատարիմ Աստված է։ Չկա իրանումա հավատարիմ, չէ՞։ Մենք հավատում ենք, որ մեր Տերը հավատարիմ է։ Գիտեք, այսօր ես ուզում եմ կիսվեմ խոսքով ձեր հետ։ Հենց կարամ ասեմ, երկրորդ, երրորդ մասնա չեմ կարող ասեմ, որ քարոզս է հենց իմն դրա մասին, բայց ես ուզում եմ խոսեմ այսօր հավատարմության չափանիշների սահմանի մասին։ Ունի հավատարմությունը սահման։ Գիտեք ինչ եմ ասում, ունի հավատարմությունը սահման, որովհետև դա շատ կարևոր է։ Ինչի է կարևոր։ Գիտեք, ես հենց ստեղից ոնց որ ասած այդ մի խոսքը կարդալով կսկսեմ, դա երկրորդ Օրինացի 7:9, որ Տեր ասում է, իմացիր ուրեմն, որ քո Տեր Աստված հավատարիմ Աստված է, որ իր սիրողներին եւ իր պատվիրաններ պահողներին մինչեւ 1000-րդ սերունդը ուխտ ու ողորմություն է պահում։ Չէ՞ զորավոր խոսքեր է, չէ՞։ Հին ուխտը, որը որ Աստված ասում է, իմացիր ուրեմն, որ ես քո Աստվածն եմ, Աստված հավատարիմ Աստվածն եմ։ Գիտեք, ես շատ եմ սենց, ոնց ասում, սենց մտածում բարով, ասում եմ, իսկականից մեր հավատարմության չափանիշը ինչքանով է, մենք ունենք այդ սահմանը, թե մենք կարող ավելի լիովին շատ այդ սահմանը չունենանք սահման, էլի մեր հավատարմությանը։ Ինչով ենք մենք այսօր ապացույցում մեր հավատարմությունը դեպի Աստված։ Գիտեք, ես շատ եմ սենց մտածում, ասում եմ, սերը չի կարող մի կողմանի ըլնի, սերը միշտ ըլնում է երկկողմանի, հասկանում եք։ Ես շատ անգամ այդ օրինակը բերում եմ ընտանիքի ամուսնու ու կնոջ։ Չի կարող մենակ ամուսինը սիրի կնոջը կամ կինը մենակ սիրի կնոջը, որտեղ այս ընտանիքը չի կարող երկար հասկանում ես հարատևի, եթե չկա սեր։ То есть ամուսինը պետք է սիրի կնոջը, կինը սիրի ամուսնուն։ Եվ կլինի ամուր, այսինքն կոփված ընտանիք, երբ որ ասում վրադիր լինի տիրոջ օրհնությունը, չէ՞։ Բայց երբ որ ելնում ասել մի կողմանի, գիտեք, հավատարմությունը մի կողմանի, այնտեղ մեր իշխոսատություն, կռիվներ, վիճաբանություններ, չընդունել, ամեն մեկ ասում է Իրանը, բայց գիտեք, հետաքրքիր է, որ Աստծո խոսքը հենց նույն բանն է խոսում։ Աստված ասում է, ես հավատարիմ Աստված եմ։ Ես ասում եմ, միջև վերջ եմ հավատարիմ, то есть դու հավատարիմ ես Աստծուն։ Մենք գիտեք հետաքրքիր է, որ կարանք լսենք խոսքերը, ասենք այնքան լավ է, որ Աստված ասում է, ես հավատարիմ Աստված եմ, ես եմ ինչքան լավ է, բայց դու հավատարիմ ես, դու ինչքանով ես քո հավատարմությունը ցույց տվել Աստծուն այսօր, ինչքանով ես դու ապրում իր համար, ինչքանով դու ես քո սահմանը, այսինքն գիտես, այդ քո հավատարմության մեջ պետք է չլինի սահման вообще։ Գիտեք, այնքան դու պետք է վարվես, այնքան դու պետք է գնաս Աստծո հետևից, որտեղ իրապես, գիտես, ոչ թե մենակ ստես զգաս իր ներկայությունը, որ շատերը զգում են, չեն իր ներկայությունը, չէ, զգում ես, ստե մեկ աստվածային, ստե շարժը, սուրբ ոգին ստե գործում է, երկերը փառաբանություն այնքան լավն են, այնքան հետաքրքիր են, ոնց որ հեսա, ամեն ինչ խաղաղ է, սերը, բայց երբ որ մենք դուրս են գալիս տեղից, մենք դա զգում ենք, մենք դա տենում ենք, դե մենք մտնում ենք մեր նույն, ոնց որ ասում է, դերերում, նույն ձևի, մենք մոռանում ենք այդ հավատարմության մասին, մենք մոռանում ենք, որ մենք պետք է սահմաններ փոխենք, մենք սկսում ենք ապրել մեր առօրյայով, մեր առօրյա կարիքներով, հոգսերով, որովհետև հետաքրքիր է, որ շատ անգամ մենք ենք դառնում Աստծո տեղը որոշող մեր կյանքում։ Ուզեմ մեզ կանեմ, ուզեմ մենք կանեմ, սկսում ենք մեր եսասիրությունը տանել առաջ, սկսում ենք մեր հպարտությունը տանել առաջ, սկսում ենք անձնասեր լինենք, եւ ես բոլոր այդ սահմանները մոռանում ենք։ Մոռանում ենք, որ մենք պետք է ըլնենք Աստվածային, մենք պետք է ըլնենք Աստծո հետ մոտիկ, ըլնենք հավատարիմ Աստծուն, որտեղ Աստված իր խոսքը ասում է, ես հավատարիմ Աստված եմ։ Գիտեք, Հայտնության երկրորդ գլխում, կասած նաև մի տեղ, Ավետարանիչը ասում է, հետաքրքիր մի տեղ ասում է, բնավ, մի վախեցիր այն բանի համար, որ պիտի չարչարվես, ահա, բանսարկու ձեզանից ոմանց բանտն է նետելու, որպեսզի փորձվեք, եւ 10 օր նեղություն եք ունենալու, հավատարիմ եղիր մինչև մահ եւ կյանքի պսակը կտամ քեզ։ Հետաքրքիր չէ՞ ասում, հավատարիմ եղիր մինչև մահ եւ կյանքի պսակը կտամ քեզ։ То есть դա խոսում է Տերը ավետարանչի, այսինքն Հովհաննես առաքյալի շրթունքներով։ То есть ինքը ասում է, պետք է դու ըլնես միջև վերջ հավատարիմ։ Եվ այստեղ ասում է, կգցվես, կչարչարվես, բանսարկու, то есть
փորձությունների մեջ կլնես, էլի, այսինքն որ դու հետաքրքիր է, նայեք ասեմ, մենք ուզում ենք այդ պսակը ստանանք, մենք ուզում ենք ունենանք այն ինչ որ խոսքն է ասում է, դու կստանաս, դու կունենաս եւ ասում է, եթե դու հավատարիմ ըլնես մինչև մահը, ինչ մահվան մասին է խոսում, то есть մարմնային մահվան մասին, չէ, то есть ննջելու մասին է խոսում, երբ որ քո մարմինը թողի գնա, то есть ասում է, դու մինչև վերջ էլի հավատարիմ։ Եվ Աստծո խոսքը, որ դրանից առաջ կարդացին երկրորդ օրինացից, ասում է, ես հավատարիմ Աստված եմ։ То есть միանշանակ ես հավատարիմ եմ, Աստված ասում է, բայց կան հավատարիմ մարդիկ, որ իրապես հասկանում ես, որոշում իրանց կայացել են եւ գնում են Աստծո հետևից, անխնա, հասկանում ես, ոչ մի բանից չեն վախենում, այսօրվա մեր իրականության մասին եմ ասում, հասկանում եք։ Այնք ասեմ, ես հարց եմ տալ, դու հավատարիմ ես ասում։ Դու կարաս հստակացես, ես հավատարիմ եմ, ես հավատարիմ մի հատ անձնավորություն եմ, որ իմ կյանքս տվել եմ Աստծուն ու գնում եմ իր հետևից։ Ու այդ իմ սերը մի կողմանի չի, երկկողմանի է, որտեղ ինքը ասում է ես հավատարիմ եմ։ Եկեք, երբ որ սկսեցին շատ sense խորանալ Աստծո խոսքի մեջ, խորանալ ոնց ասեմ ձեզ, էլի, երբ որ քննես Աստծո խոսքը քննես, կան հավատարիմ մարդիկ։ Մենք արանք այսօր ենք հավատարիմ, մենք արանք իրապես նվիրված ենք Քրիստոսին։ Իրապես անենք այն, ինչ որ ինքն է ուզում մեր մեջ տենա։ Այս շատերի համար դա դժվար է։ Շատերը չեն կարող, հասկանում ես, այդ հավատարմության չափանիշներով ապրել։ Շատերը հեշտ ճանապարհ են ընտրում ու այդ հեշտ ճանապարհով են գնում։ Առակած գրքում ձեզ մոտ երկու տեղ եմ ես շեշտել։ 20-ի 60 ասում է 20-ի 60 ասում է շատերը հայտարարեցին իրենց հավատարմությունը, բայց վստահելի մարդ ով է գտնվում։ То есть շատերը ասեցին մենք հավատարիմ ենք, բայց ասում է հավատարիմ մարդ չգտնվավ։ Հենց նույն առակացի 28-ի 60 կարծեմ մի րոպե հեսա, բացենք մի տեղ եկա, ստեղ ասում է հավատարիմ մարդում ինչ է 28-ի 20-ում ասում է հավատարիմ մարդը շատ օրհնություններ կստանա, բայց հարստանալու փութոցողը անպատիժ չի մնա։ То есть ասում է հավատարիմ մարդը շատ օրհնություններ կստանա։ Ումից կստանա այդ օրհնությունները։ Ով է այս օրհնությունները տալիս։ То есть Սողոմոն իմաստունը դրա մասին ասում է, բայց 20 խոսքում ասում է հավատարիմ մարդ չկա, մեկը չկա, որին որ վստահեն։ То есть մարդը կարա ինչ դավաճան, մարդը կարա Ռուսեն ասած պատվադից անի, հենց նուժն է պահում, ումը, հասկանում ես, մարդը մարդում, գիտեք հետաքրքիր որն է, եթե մարդը մարդուն կարա դավաճանի, ինչ խոսես Աստծո մասին, չէ, դուք չեք մտածել, դուք Աստծուն դավաճանում եք, թե չէ, կարող ասես նա կոպիտ խոսք է հնչում, երբ ասես, ինչ ես ասում, մենք ոնց կարող Աստծուն դավաճանենք, ես աղոթում եմ, ես առավոտը աղոթում եմ, իրիկուն աղոթում եմ, ես ծոմեր եմ պահում, ես ես եմ անում Իհարկե դա լավ է, որ դու ծոմ ես պահում, դա լավ է, որ դու անում ես, բայց դու քնում ես երբեմն այն ինչ որ Աստված ուզում է, որ դու տենաք քո սրտի մեջ։ Դու անում ես այն, ինչի մեջ որ դու պետք է ունես ընդունալ։ Իհարկե մենք բոլորս չենք ուզում հրաժարվենք այսօր օրհնություններից։ Մենք բոլորս ուզում ենք օրհնություններ ունենալ։ Այն ինչ որ խոսքն ասում, հասկանում եք, խոսքը ասում է ես քեզ կօրհնեմ, ես քեզ կտամ օրհնություն եւ հենց այդտեղ հենց այդ հին ուխտում Ստեղ կա մի տեղ հետաքրքիր, հեսա մենք կկարդանք, այսօր մի քիչ շատ կկարդանք, չեմ ասում մի քիչ շատ կկարդանք, որովհետև այդպես կան օրինակներ, այս թեման մի քիչ շատ լայնածավալ թեմա է, ես ոնց ասեմ, ես երկու օր sense քննում եմ այս թեման, ասում եմ, իսկական շատ խորը թեմա է, հավատարմության թեման, ու գիտես, երբ որ քննելով դու տենում ես հենց այդ օրինակները, հերոսները, որ ոնց են մարդիկ հավատարիմ գնացել Աստծո հետևից, հավատացեք, որ մեր դարաշրջանում 21-րդ դարում կան հավատարիմ մարդիկ, որ իրենց կյանքը տվել են Քրիստոսին, եւ ձեր մեջ կան այդ մարդիկ, հասկանում եք։ Եթե գնում եմ ասած դավանակին ասել, մենք հավատարիմ պետք է լինենք Աստծուն։ Ու պետք է լինենք հավատարիմ, հասկանում եք, то есть Եթե կարակ ռիսկով ասեք, կարակ դուխով ասեք, կարակ այսինքն ամեն մեկը թող իր մոտեցում ինքը ընտրի, հասկանում եք, գիտես, դու ուզում ես, որ Աստված լինի քեզ հավատարիմ, դու ուզում ես, որ Աստված քեզ տա, բայց դու պատրաստ ես տաս Աստծուն, դու պատրաստ ես լինես հավատարիմ, հասկանում եք, եթե դու լինես հավատարիմ Աստծուն, դու պետք է շատ բաներ իմանաս զոհաբերել քո կյանքում Աստծուն, գիտեք, շատերի համար դժվար է այդ զոհաբերության պարագան, Գիտեք, ես հիմա չեմ ասում ինչ-որ մի հատ մատերիալնի, ֆինանսական կամ ինչ-որ զոհաբերություն։
Ես իմ ասում եմ քո անձի զոհաբերությունը, քո եսի զոհաբերությունը, քո մեջի մարդու փոխվելը, հասկանում ես, ամենաառաջնահերթին։ Երբ որ այդ խնդրեմը կա մարդու մեջ, մարդը չի կարող ինքը կարող հավատարիմ մնալ Աստծուն, հասկանում եք։ Որովհետև դա միշտ ելնում է այն հանգամանքը, որը որ խանգարում է քո ու Աստծու մեջտեղ հարաբերությունը, հասկանում ես։ Դու մտածում ես, թե դու հավատում ես Աստծուն, հավատարիմ ես Աստծուն, բայց շատ անգամ դու շատ հեռու ես ելնում Աստծուց։ Հեռու ես ելնում քո գործերով, քո մտածելակերպով, քո մոտեցումով։ Նայեք ասեմ, մի հատ քնեք ձեզ ամեն օր առավոտից իրիկուն, որն է ձեր հոգևոր մոտեցումը, ինչքանով եք դու մոտիկ Աստծուն։ Եթե որ դու քեզ քննես, դու կտենաս շատ անգամ ինչքանով ես դու զբաղվում այս աշխարհի առօրյայով, ու ինչքանով է Աստված քո կյանքում երբեմն հեռու ելնում, որովհետև դու հասկանում ես, շատ ես մտնում ես աշխարհի մեջ, բայց նայեք ասեմ ինչ ասում Աստծո խոսքը եւ այս նույն հին ուխտում երկրորդ օրինաց 28-րդ կարծեմ գլուխ, եթե չեմ շփոթում, երկրորդ օրինաց 28-րդ գլուխ։ Նայեք, այստեղ Աստված նույն հրյաներին ինքն խոսում է օրհնությունների մասին։ Իհարկե մենք շատ անգամ այդ պատմությունը գիտենք ու շատ անգամ տարբեր ձևերի լսել ենք, թե հրյաները ինչ իրավիճակի մեջ էին, ինչ իրավիճակի մեջ են Եգիպտոսում։ 4 դար իրանք ստրուկի չափանիշում էին, իրանք ստրուկ էին, իրանք այսինքն դու պատկերացեք սերունդի սերունդ իրանք ստրուկության մեջ են, այսինքն փոխվում էր սերունդ, ստրուկ են, փոխվում էր սերունդ, ստրուկ են, եւ իրաց մտածելակերպը լիովին ստրուկության չափանիշներ էր, հասկանում եք։ Եվ ահա նայեք ասեմ, Աստված կանչեց Մովսեսին ծառայությանը։ Բնավ կարող ասեմ, որ Մովսես 80 տարեկան հասակում էր, երբ որ Աստված իրանը կանչեց ծառայությանը։ Երբ որ շատ անգամ մենք լսում ենք, ասում ենք, գիտես, դե իմ տարիքը չի ծառայեմ Աստծուն, դե իմ տարիքը ինչի, գիտես, թե Աստված 80 տարեկան Մովսեսին կանչեց միացած մեծ ծրագրի մեջ, մեծ ծառայության մեջ, մենք այսօր շատերս 80 տարի հասկանում ես, պետք է ապրենք, դու 30, 40, 50, 60 տարեկան, դու կարաս քո կյանքը տաս եւ հավատարիմ ձևի ծառայես Աստծուն, հասկանում ես։ То есть, չեմ ուզում ասել, ինչով ես դու պակաս Մովսեսից, հա, то есть, Աստված իր այդ խոսակ, ինչի Աստված ընտրեց Մովսեսին, չէ, դա մեկ ուրիշ հարց է, մենք հենց խոսանք դրա մասին, բայց Աստված արեց իր գործը, Մովսեսի միջոցով հանեց, հիշում եք, չէ, ինչքան լիքը հրաշներ Աստված գործեց Եգիպտոսում եւ ստիպեց Փարավոնին փոխել իր մոտեցումը եւ թողնել հրյաները։ Հետո վերջում ընկավ իր հետևից հրյաների, այնտեղ մենք հիշում ենք ինչ եղավ։ Բայց հետաքրքիր է, հասկանում ես, որ երբ որ հրյաները մտան անապատ, մտան հենց այդ անապատ, ոնց էր Աստված ընդդեմ գործում հրյաների հետ։ То есть реալ Աստված գործում էր, Աստված տարբեր տեսակի հրաշքներ էր անում։ Եվ ստեղ հենց 28-րդ գլխում ասում է. եթե ուշադրությամբ հնազանդվես քո Տեր Աստծուն ձայնին, որ զգուշությամբ կատարես նրա բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատվիրում եմ քեզ, ապա քո Տեր Աստվածը քեզ երկրի բոլոր ազգերից բարձր կդասի։ Այս բոլոր օրհնությունները քեզ վրա կգան ու կհասնեն քեզ, եթե հնազանդվես քո Տեր Աստծու ձայնին։ Դու օրհնյալ կլինես քաղաքում եւ օրհնյալ դաշտում, օրհնյալ կլինես քո որովայնի պտուղը, քո երկրի պտուղը, քո անասունները, քո պտուղը, քո կովերի ծնունդ եւ քո ողջաների հոտերը, то есть գալիս է լիքը։ То есть ստեղ խոսում օրհնությունների մասին, այնտեղ վերջում ասում է, որ այսինքն չկատարես ինչ կլինի, то есть Աստված ստեղ ասում է դու պետք է հնազանդվես ու պահես պատվիրանը։ Նայեք ասեմ, ինչ տվեց Աստված հրյաներին անապատում, հիշում եք, չէ, 10 պատվիրանը, չէ, 10 պատվիրանը տվեց օրեն, որպեսզի հրյաների, այսինքն մոտեցումը ստրուկությամբ փոխվի։ То есть իրանք այդ 4 տարի ստրուկ ապրել էին, դառնային ազգ, բայց դրա մեկտեղ Աստված իրանց տվեց օրենքներ, հասկանում եք, որ իրանք այդ օրենքներով ապրեն։ То есть կատարեն Աստծու կամքը։ Իրենք հետաքրքիր 10 պատվիրաններ դե չափանիշել, մի սպանին, մի գողացիր, մի շնացիր, то есть լիքը բաներ Աստված տվեց հրյաներին։ Այնտեղ կարող ասեմ պատվիրաններ ասում են 600-ից ավել, 690 կարծեմ դաժե 10 պատվիրաններ։ Գիտես, հետաքրքիր է, երբ որ Մովսեսը 40 օր բարձրացավ սարը, հրյաները տուրջը խառնվան, տուրջը ուզեցան, ասին մենք ուզում ենք Աստված, մենք չենք կարող այսքան սպասենք, սկսան այսինքն Աստծուն մի հատ ուրիշ Աստված իրանց համար, ոսկիները հավաքեցին, այնտեղ Ահարոնն էր,
То есть լիքը բաներ, հետաքրքիր չէ, տուջը մարդը շեղվա, տուջը մարդը մոռացավ, տուջը մարդը մոռացավ այն ամենը, ինչ որ Աստված իր համար արեց։ То есть մարդիկ մոռացան, ուրացան, որ մանանա էր գցում, էս էր անում, են էր անում, հասկանում եք, այս մոտեցումը հավատարմության, դու փոխանակ հավատարիմ ելն, չէ՞, փոխանակ այսինքն սիրեն ասում, փոխանակ այսինքն կոնկրետի իրաց մոտեցումը փոխեն, դե Աստված ռեալ գործում է իրաց կյանքում, հասկանում ես։ То есть իրաց պետք է ուղղակի, հասկանում ես, ուղղակի ըլնել հավատարիմ, անել են, այսինքն ոմանք, հասկանում ես, ոմանք մնացին անապատում, չէ, հիշում են, չէ, հրեստեղը մենք կարդանք, այսինքն ոմանք մնացին անապատում, բայց բազմության Աստված հանեց, բայց ուժ տարավ այն երկիրը, որ Աստված իրանցը տվել է, չէ, ուժ տարավ, տեղկայք որ ասում է Հորդանայի մեջով իրանք անցան մտան այդ երկիրը, չէ, հետաքրքիր է, ոնց որ ասում է ջրով մկրտվան, չէ, այսինքն ընդեղ անապատում դզվա, ոնց են ջրով մկրտվում, չէ, գալիս ես եկեղեցի 2 ամիս, կամ այսինքն անցնում ես այդ փորձությունները, դասերն ես անցնում, սովորեցնում են, մեկ էլ մյուսը, հետո ջուրն ես մտնում, ջուրը մտան Հորդանայից, մտան այսինքն այն երկիրը, որ Աստված իրանցը տվել է։ Հիմա նայեք, ինչի է դες մոտեցում ցույց տվի։ Մենք այսօր ոնց ենք այդ մեր մոտեցումը ցույց տալու։ Մենք ունենք այս մոտեցում, թե մեր մոտեցումը այսինքն ավելի հստակ է, ավելի լուրջ է, ավելի մենք կարող ենք կայուն, այսինքն մոտիկանալ հավատարմության պարագայով։ Մենք չենք մոռանում այն ամենը, ինչ որ Աստված մեր կյանքում անում է։ Բայց այստեղ ասում է, եթե դու կատարես այն ամենը, ինչ որ ես ասում եմ, դու կորտնվես։ Դու կորտնվի քո տունը, կորտնվես քո անասունները, մեկ էլ մյուսը, բայց սրա հետ մեկտեղ ինք ասում դուք դի մեջ չգործես, հասկանում եք, նայք ասեմ, դավանելը մի բան է, որ դու դավանում ես, ասում ես Տեր Աստված, ես բարձրալի որդի եմ, ես ամեն ինչ այսինքն ունեմ, ամեն ինչ լավ կտինի, բայց սրա հետ մեկտեղ դու պետք է ապրես, հասկանում ես, այն կյանքով, որ հասկանում ես իրապես Տեր այսօր քեզ տվել է ու ասում պահի իմ պատվիրանները, ապրի իմ պատվիրանները, ապրի իմ պատվիրաններով, հասկանում եք, նայեք սա մի հատ հետաքրքիր օրինակ է, ես կարդում եմ Հռոդի գիրքը, կարդացել եք, չէ՞ շատ։ 4 գլուխ է, շատ ընդեղ մեծ գլուխ չի։ Մենք հեսա մի տեղ կկարդանք Հռոդի գրքից, այսինքն հիշում եք Նոյմին, 2 հատ որդի ուներ, որդիները մահացան, 2 հարս էր, այսինքն այդ 2 որ գնացել են հեթանոսների երկիր, ընդեղ այսինքն այդ 2 որդիները չեն մամ ինչի համար մահացան, եւ երբ որ Նոյմին կանչեց իրանց 2 հարսներին, բայց գիտեք այնքան հետաքրքիր է, կարդում եմ, ասում եմ, այ կիսուր, չէ՞։ Հետաքրքիր կիսուր էլ, այսինքն, կիսուր են, պետք է այսինքն կիսուր, չէ՞, հայր կիսուրն ասում։ Վերցեք օրինակ Նոյմից, հասկանում եք։ Ու իրապես, ինչ եմ ասում, իրապես օրինակ վերցեք, հասկանում եք, ես կարամ ասեմ, շատ հետաքրքիր մոտեցում է Նոյմի, երբ որ ամեն անգամ կարդալով ես Հռոդի գիրքը, ես հիանում եմ ես կնոջով։ Այդ Նոյմում, դու պատկերացեք ինչու եմ հիանում ես կնոջով, որովհետև դու պատկերացրա ինքը կանչեց այս 2 իր հարսներին, ասեց լսեք գնացեք։ Ես այդ տղա չեմ կարող ձեզ բերեմ, ես այն ասա չեմ են գալիս են քո հետևից, ուր որ դու գնաս, մենք կգանք քո հետևից։ Ասեց լսի, ասեց, ես չեմ կարող այն տամ, ինչ տամ։ Մի հարսը գնաց, իսկ Հռոդը ինքը մնաց։ Հասկանում եք, ես ինչ եմ իր մոտեցում բերում, էլի, հավատարմության մոտեցում։ Նայեք ասեմ, Ինչքանով Հռոդը տեսավ իր Նոյմի մեջ, հասկանում ես, ես հավատարմություն, դու պատկերացրու մարդու հետևից գնաս։ Կինը արդեն չէ կարամ ասեմ որոշել, 2 որդի կորցրած, կոտրված, ջարդված, հասկանում ես, գնացեք վայելեք, ձեր կյանքը, մտեք ձեր հերական տունը, ապրեք, ինչ է գալի իմ հետևից, մեկը գնաց եւ ուզում եմ այսպեսի մենք կարդանք Նոյմի Հռոդի խոսքերը, Հռոդի առաջի գլխի 16 խոսքից, ասում է եւ Հռոդն ասաց, ինձ մի ստիպիր, որ քեզ թողնեմ եւ քեզանից ետ դառնամ, որտեղ ուր որ գնաս, գնալու եմ, ուր որ մնաս, մնալու եմ, քո ժողովուրդն իմ ժողովուրդն է եւ քո Աստված իմ Աստվածն է, որտեղ որ մեռնես, ես էլ կմեռնեմ եւ այնտեղ կթաղվեմ։ Տերը թող ինձ այսպես ու սրանից ավելի անի, միայն մահը պիտի ինձ բաժանի քեզանից։ Ինչու զորավոր, գիտեք այդ խոսքերը, որ ես կարդում, ինձ ակպնում իմ սրտին, ու սենց վերագրում եմ Քրիստոսին տուջը, հասկանում ես, Նոյմին Քրիստոսն է, մենակ մահը այս աշխարհից կարող է ինձ բաժանի Քրիստոսից։ Հասկանում եք, то есть այս կինը, այս Հռոդը, կարող ասել, ինչքանով էր սիրում իր կիսուրին,
Նոյմին, հասկանում ես, որ ասեց, ուր որ դու գնաս, ինչ է որ դու անես, ես գալու եմ քո հետևից։ Հավատարմությամբ մոտեցում։ Հրուտը չէր իմանում իրանը ինչ էր սպասում, հասկանում եք, մենք շատ անգամ վախենում ենք վաղը մեզ ինչ է սպասում։ Մենք շատ անգամ վախենում ենք այդ մոտեցումը, թե ում հետ գնաս, ում հետ ապրես, ում հետ նվիրես քո կյանքը, որ ոնց անես, հասկանում ես։ Չկա, հասկանում ես, ապստամբական քանդված է, սկա կա մի կին, անունը Նոյեմը, հրյա է, հասկանում ես, որ ասում է գնա քո համար հերոսի նման կինը ես կարդում ես 4 գլուխ, հասկանում ես, համ կին, համ տղամարդ այնքան իրանը լավ է պահում, այնքան այսին զորավոր, որ հրուդը գնում է իր կեսորոր հետևից։ Ասում է, ուր որ դու գնաս, ես կգամ։ Որտե քեզ թաղեմ, թող ինձ է թաղեմ։ Քո Աստվածը իմ Աստվածն է։ Գիտեք, ես կարող եմ ասեմ, դա հավատարմության չափանիշ է։ Հավատարմություն, որ չկա սահման, հասկանում եք։ Հավատարմություն, որ բոլոր սահմանները քանդվել են։ Եվ հենց այս մոտեցում մենք պետք է ունենանք դեպի մեր կենթանի Տեր Աստվածը։ Ամեն։ Դուք իմ հետ եք, ոչ եք քնել։ Հենց այս մոտեցում մենք պետք է ունենանք մեր երկնային Հորը։ Հասկանում եք։ Գիտեք, ու այդ հրուդը, երբ որ այդ խոսքերը ասեց, ինքը չփոշմանեց այն ինչ որ ինքը ասեց։ Ինքը ճանապարհի կեսին չասեց, գիտես, ես էլ չէ փոշմանել եմ, ես իմ խոսքերը հետ եմ վերցում։ Ու ես գնում եմ իմ տուն, իմ հերական տունը, պաշտելու կուռքերի։ Չէ, ինքը միջևերջ գնաց Նոյեմի հետևից։ Որտեղ որ Նոյեմն է։ Հասկանում եք։ Ցորեն էր ուտում, ջուր էր խմում, հասկանում եք։ То есть ես չեմ շարունակում դաշը խորանամ իրանց հետ ինչ է սպասում, բայց Աստված օրհներ Հրուդին, Նոյեմին, սա նորմալ է, բայց հասկանում եք, երբ որ դու չես տենում, քեզ ինչ է սպասում։ Եվ այդ վախը մտնում է քո մեջ։ Եվ դու մտածում ասում ես, գնաս թե չգնաս, անես թե չանես։ Այսօր դու խոստացար ասուն տար քո կյանքը եւ մի 10 րոպեից հետո գալիս է ետմտություն քո մեջ։ Ասում ես, անեմ թե չանեմ։ Գիտեք, ես կխնդրեմ, կարդացեք Հրուդի գիրքը։ Տղամարդիկ, աղբերներ, քուրեր, կարդացեք, որովհետեւ այդ կինը հերոսի մոտեցում է ցույց տալի, հավատարմության։ Իր երկու բառեր, երկու խոսքերը գնալով կնոջ հետևից, հասկանում եք, մենք շատ անգամ չենք կարող մեր մոտեցումը փոխենք եւ գնանք դեպի Աստված։ Մենք շատ անգամ ճանապարհի կեսին ունենում ենք լիքը հարցեր, եւ սա քանդվում է մեր հավատարմությունը, հասկանում եք։ Եվ այդ հավատարմության մեջ գալիս է սահման, բայց Աստված սենց հարաբերություն չի ուզում, ոչ ինձանից, ոչ քեզանից։ Աստված ուզում է բաց հարաբերություն։ Ինքը ուզում է պարզ սիրտ, բաց սիրտ։ Ինքը չի ուզում սիրտ, որ ունենա սահման կամ չափանիշ, հասկանում ես։ Եվ ասում է, եթե դու նույնպես անես, ոնց որ ես եմ ասում, Աստված, հնազանդվես ինձ, ես կորտնեմ քեզ։ Հասկանում եք։ Հրուդը չի օրհնվավ, որտեղ ինքը գնաց, վստահեց ու գնաց միջևեր Նոյեմի հետ։ Ու Նոյեմի Աստվածը կենթանի Աստվածը օրհնեց իրան։ Հենց այդ հավատարմության չափանիշն է, հասկանում եք։ Ինչի մեջ, որ մենք որ տենում ենք։ Այն մոտեցումը, որ մենք տենում ենք, հասկանում եք։ Նայեք, ելքի, չէ, թվերի։ Մենք կարդանք հիմա թվերը։ Թվերի 14-ի 3-րդ խոսքից։ Հրեաները ինչ էին ասում, ինչու Տերը մեզ բերեց այս ելքից, որպեսզի սրով ընկնենք եւ մեր կանայք ու մեր զավակները հափշտակվեն մեզ համար, լավ չէ որ վերադառնանք Եգիպտոս։ Եվ նրանք ասացին միմյանց, եկեք մի առաջնորդ ընտրենք եւ Եգիպտոս վերադառնանք։ Մովսես ու Արոնը երեսների ընկան հավաքված ամբողջ Իսրայել ժողովրդի առաջ, երկիր հետակուզեն այ որդիներ Հեսու Հեպոսի որդի Քաղեբը պատրտեցին իրենց հագուստները։ То есть սկսան աղոթել, խնդրել Աստծուն։ Նայեք ասեմ, թվերի 12-րդ գլխում 6 խոսքից Ստեղ ինչ ասում, երբ որ քուրը աղբեր Ահարոնը ու Մարիամը դեմ ելան
այսինքն Մովսեսի, դա շատ խորը մի ասենց մոտեցում է, բայց ես չեմ կարդալ լրիվ ասում եմ, եւ ասած, հիմա լսեք իմ խոսքը, եթե ձեզ միջից մեկը մարգարելին ես Տերը տեսիքի մեջ կայտնեմ նրան կամ երազի մեջ կխոսեմ նրա հետ, բայց իմ ծառա Մովսեսի հետ այդպես չէ, նա իմ ամբողջ տան մեջ հավատարիմ է։ Ես նրա հետ խոսում եմ երես առ երես, հստակորեն, ոչ թե առակով, եւ նա տեսնում է Տիրոջ կերպարանքը, ինչպես չվախեցավ խոսել իմ ծառա Մովսեսի դեմ, ինչպես չվախեցավ խոսել իմ ծառա։ То есть հետաքրքիր է, որ կենդանի Աստվածը հենց ասենց արտահայտում է Ահարոնին եւ իր քրոջը, ասում է, եթե մենք մարգարե տամ, երազով ցույց կտամ, բայց Մովսեսը իմ ընտրվածն է, ես Մովսեսին ընտրել եմ։ Մովսեսը 3 կանգնում է իմ հետ, ունի հարաբերություն։ Ես ընտրել եմ իր նման, այսինքն չկա։ То есть այնքանով Աստված այդտեղ հստակ խոսում, որ ասում է եւ նրա հետ խոսում եմ 3 հստակորեն։ Եկեք մտածեք, այսինչ ռուսերեն ասած չեստիա, որ Մովսեսի հետ Աստված 3 Ասում եմ, Մովսեսը խոնար էր, Մովսեսը կարճ հասակով էր եւ երկրի ամենախոնար մարդն էր, ինքը հնազանդվող մարդ էր։ Հասկանում եք, մենք հիշում ենք, սա ճանապարհի մեջ Մովսեսը մի անգամ ընկավ։ Հիշում եք, չէ՞ որ շահերից խփեց, կամ կարամ ասեմ, ես ինչ բան չարեց, մարդիկ հանին իրան, ես պատկերացնում եմ, ասում եմ, Մովսեսը շատ խոնար մարդ է, բայց Մովսեսին կարողացան հանել հունից, որ ինքը զայրացավ եւ վերցրեց ինքը իր ձևով արեց այդ ամեն հասկանում եք, չէ՞։ То есть, բայց Մովսեսը հավատարիմ էր ասում։ Մովսեսը առանց Աստված ոչինչ բան չէր անում։ Եվ դրա համար Աստված պաշտպանում էր Մովսեսին։ Համաձայն չեք։ То есть, ես ինչ եմ ասում, Աստված քեզ էլ է պաշտպանում ու կպաշտպանի, եթե դու ունես հավատարիմ իրանը, հասկանում ես։ Ըլնես խոնար իրանը, հասկանում ես, պահես իր խոսքը, կատարես իր կամքը, то есть Մովսեսը ոչ հաց ու ձախ չէր անում, ինքը անում էր լրիվ, ինչ որ Աստված ասում էր, то есть Մովսեսը ընկնում էր ծկաչող ժողովրդի համար խնդրում էր, այս 14-րդ գլխում Աստված բարկացավ հրեաների վրա եւ շատերը ասում են ընկան այնտեղ անապատում, որտեղ Աստված ասում է, ինչքան ես կարամ այդ ժողովրդի հետևից գնամ, ինչքան կարամ ես իրանց համար անել, դու պատկերացեք, ծանոթի, դուք չեք պատկերացնում, մենք էլ կարող երբեմն հոգնեցենք Աստծուն։ Մեր մոտեցումով, մեր սառնասրտությունով, մենք կարող այսինքն մատերիալանքով նայելով, գիտեք ինչ եմ ասում, իմացեք, որ սիրելի Աստծո, որ մենք ունենք գործ կենդանի Աստծո հետ։ Մենք չունենք գործ մի հատ առասպելի հետ, մի հատ լեգենդի հետ, մենք ունենք կենդանի Աստծո հետ գործ։ Եվ այդ կենդանի Աստվածը, որ մենք ունենք նոր երգում ենք փառաբանության երգերը, ինքը բնակվում է ձեր սրտերի մեջ։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Դուք հավատում եք, որ կենդանի Աստվածը կարող բնակվի ձեր սրտերի մեջ։ Գիտեք, հենց դա խոսում է հավատարմության չափանիշը, որ հավատարմությունը պետք է չունենա սահման։ Եվ այդ հավատարմության սահմանը, որ պետք է չունի, դա կենդանի Աստվածն է։ Դու այնքան պետք է հստակ կլնես Մովսեսի մոտեցումով, որ իմանաս, որ Աստված քեզ քո պաշտպանն է, եւ Աստված քեզ օրհնի քո տունը, քո տեղը, եթե դու հնազանդվես իր խոսքին։ Հասկանում եք։ Առաջի Պետրոսի առաջի գլխի 14 խոսքից, ինչեւ 16 կարդան։ Ասում է հնազանդ զավակների պես մի համապատասխան է ձեր անգիտության ժամանակին նախքին ցանկություններ, այլ ձեզ կանչող սրբի պես դուք էլ ամբողջ արքով սուրբ եղեք, քանի որ գրված է սուրբ եղեք, որտեղ ես սուրբ եմ։ Ամեն օր, հալելույա։ Դες ինչ ասում ստե խոսք, ասում է ձեր ասում է անգիտության ժամանակվա նախքին ցանկությունների նման մի նման է։ Դες երբ որ մենք հələ Քրիստոսին չենք ճանաչում, մենք ապրում ենք մեր տգիտության, անգիտության մեղքերի մեջ։ Ճանաչելով Քրիստոսին, մենք ինչ եղան, վերստին ծնունդ առան, չէ՞։ Դες ասում է եւ այս սրբի պես, որ կանչում է, ով է սուրբը, սրբի Քրիստոսը։ Ասում է եղեք սուրբ եղեք, որտեղ ինքը սուրբ է։ Դες ինչ է խոսում հավատարմությունը երկկողմանի պետք է լինի, այսինքն սերը երկկողմանի պետք է լինի։ Ինքը ասում է ես սուրբ եմ, դու էլ նմանի ինձ, սուրբ եղի։ Հարց, կարո՞ղ մենք սուրբ լինենք։
Կարող ենք մեր չգործենք, կարող ենք ծառայենք Աստծուն, կարող ենք այսինքն չարին չար չպատասխանենք, կարող չենք էմոցիոնալ, անիծներ չտանք, այս չանենք, այն չանենք, մեկ էլ մյուսը։ Չէ՞ որ մենք այդ շատերը անում են այդ բաները, բայց խոսում են օրդությունների մասին։ Ուզում են օրդություններ։ Շատերը հասկանում են, երբ մտնում են, բայց ուզում են, որ Աստված իրանց օրդին։ Հասկացի, խոսքը ասում է, չի կարա այդպես լինի, հասկանում եք։ Եթե դու հստակ, ոնց նայեք ասեմ, Մովսեսի հետ 3-3 Աստված կանոն խոսում էր, հստակորեն էր խոսում։ Ինչի, հին ուխտում ոչ շատերի հետ էր Աստված գալի հստակ 3-3 ու պարզապես Մովսեսի մոտ։ Շատերը հիշում եք, եթե կարդում եք հին ուխտ, ասում են, ինքը տեսավ կենդանի Աստծուն ինչ եղավ ու սաղ մնաց։ Ինչու զարման, չի սաղ մնացում, որտեղ հասկացեք, մեղավոր մարդը չէր կարող հանդիպել կենդանի Աստծուն ու սաղ մնալ։ Հիշում եք, չէ, պատվիրանը եւ ուրեմն զոհաբերում են դեր, քահանան դաժե կարող դες դուրս չգար եւ ասում ամպը գալիս էր, լույսը զոհը ընդունում էր, որովհետեւ հասկանում ես, ինչի չէր կարող մարդը մտնել սրա, որովհետեւ մեղավոր մարդը չէր կարող հասկանում ես ըլներ կենդանի Աստծո ներկայության մեջ, որտեղ մարդը այնվա ստանում էր ժամանակավոր մեղքերի թողություն։ Բայց եկավ Քրիստոսը, բերեց իր հետ փրկություն, բերեց իր հետ հույս, բերեց այսինքն հույս, որ հլկորաշ չի, մարդ կարա ապրի, բայց եթե գա Աստծո մոտ։ Եթե ընդունի են ամեն պատվիրանը, ինչ որ իր խոսքն ասում, այն ինչ որ ինքն ասում, հասկանում ես։ То есть, ասում եմ, եթե դու հնազանդվես, եթե դու կատարես այն պատվիրանները, ինչ որ ես կօգնեմ, ես կանեմ, ես то есть, Աստված դրա մասին ասում է։ Իրեք սա մի տեղ էլ կա, ես ինչ է օրինակները բերում եմ հին ուխտից, որովհետև հասկանում եք, շատ կարևոր է, որովհետև այնքան լիք օրինակներ կան հավատարմության չափանիշները։ Ինչի, կարող է մենք ձեթը չունենք այդ հավատարմություն, կարող է մենք հələ պակասության մեջ ենք, բայց հավատա, ռուսերեն ասած, еще не все потеряно, հասկանում եք, հələ ոչինչ բան կորած չի, հələ դու ունես շանս լրացնելու այդ թերթիկները քո կյանքի, հասկանում ես, դու հələ կարաս փոխես քո կյանքը, դու կարաս հələ, այսինքն մոտիկանաս Աստծո խոսքի ստանդարտներին եւ չդնես սահման քո հավատարմության մեջ, հասկանում ես, ես հավատարիմ եմ այնքան, ինչքան ինձ պետք է, բայց թող Աստված լիովին լինի հավատարիմ ինձ։ Չի կարելի, հասկանում եք, եթե հիշում եք, եբրայեցիներից կարծեմ, թղթում ասում է, առանց հավատ դու Աստծուն չես կարող հաճո լինես, առանց հավատ չես կարող Աստծուն հաճո լինես, բայց քո հավատքը պետք է լինի անկեղծ հավատ, հասկանում ես։ Առանց հավատ դու չես կարող ստանալ մեղքերի թողություն, բայց քո հավատքը պետք է լինի հստակ ու հստակորեն դու պետք է մոտիկանաս Աստծո խոսքին, հասկանում եք։ Նայեք ինչ ասում Մատթեոսի 10:22 խոսքում։ Եվ ասում է 10:22 խոսում է. Եվ իմ անվան պատճառով բոլորի կողմից Աստված կնեք, սակայն ով միջև վերջ համբերի, նա կփրկվի։ То есть Քրիստոսը ստեղ ասում է, ով միջև վերջ համբերի, նա կփրկվի։ То есть համբերատարության մասին է ստեղ խոսում Քրիստոսը։ Համբերություն, ինչքան կարևոր է համբերություն ունենալ, չէ՞, համբերատար լինել ամեն բանի մեջ։ Նայեք, հարց եմ տալի, դուք համբերատար եք, այն ինչ որ դուք ինչի մեջով որ դուք ասում եք։ Եթե ես չեմ կարող ասեմ դու ինչի մեջով ես անցնում, կասկածամիտ ես, երբմտող ես, այսինքն ագրեսիվ ես, խաղաղ ես, ինչ է, դու համբերատար ես անցնում, համբերությունով ես անցնում այն ինչ որ այսօր գալիս է քո առաջ։ Եթե դու համբերատար ես ու Աստծո հետ ես անցնում ամեն բան, իհարկե քո մոտ կլինի հեշտությունով անցնել, հասկանում եք։ Հիմա կարաս ասես, գիտես, ոնց կարամ հեշտությունով անցնեմ, երբ որ լիքը խնդիրներ են գալի, հասկանում ես իմ կյանքում։ Գիտես, լիքը խնդիրները գալու հետև հասկանում ես, ստեղ հարց առաջան, դու ոնց ես հավատարիմ ես ասում, թե հավատարիմ չես, ոնց ես դու վստահել քո կյանքը Իրանը, հասկանում եք, ինչ ես դու այսօր Աստծուց ուզում ես որ Աստված քո կյանքում ինչ լրացնի, ինչ տա, բայց Քրիստոսը ստեղ խոսում է, հասկանում ես, ասում է, ով միջև վերջ համբերի, նա կփրկվի։ Որովհետև շատ կարևոր է ունենալ համբերատարություն, հասկանում եք, ումը որ դու հավատում ես, ումը որ դու քո կյանքը տվել ես,
Հավատարիմ ես Իրանը ու համբերատարությունով անցնում ես ամեն բանի մեջով։ Գիտես կարող է հեշտ լինի, բայց կարող է դժվար լինի քո համար։ Ստեղ ինչ ապել, ստեղ պետք է հոգու մոտեցում, ստեղ պետք է խոնարհություն Աստծո առաջ։ Ստեղ պետք է վերը նայել ամեն բան կյանքում, հասկանում ես։ Շատ մոտեցում է։ Գիտես խնդիրը դրանում է շատ անգամ, որ մենք չենք ուզում պայքարենք մեր էգոյի դեմ, մեր եսի դեմ։ Մենք չենք ուզում պայքարել։ Թվոցի հենց 12-րդ գլուխ, որ ես կարդում եմ, Մարիամը մեկել Ահարոնը Աբստամբին իրենց աղբոր դեմ, Մովսեսի դեմ։ Հիշում եք, չէ՞։ Ու ինչ եղավ Մարիամ, շատ քուրն էր այնտեղ, այսինքն հասկանում ես։ Ասեց, ինչի ինքը պետք է տենց ան, ինչի պետք է ինքը ամուսան, ինչի ես ինքը, հասկանում եք։ Եվ Աստված տեսավ իրաց մոտեցումը։ Ու Աստված ինչ եղավ։ Կանգնվում կողմը, խոնարհի կողմը, հավատարմի կողմը։ Մովսեսը այդ դեպքում հավատարիմ ու խոնարհ է։ Մովսեսը անխապա ամեն բան անում էր Աստծո կամքը կատարում էր։ Գիտեք, ստեղ Մովսեսը ցույց տվեց իր եսը, իր էգոն, իր անձնասիրությունը, հասկանում եք։ Ստեղ իր քուրը այսինքն ցույց տվեց իր եսը, իր անձնասիրությունը, ինչ եղավ նախանձեցին, հասկանում եք, շատ անգամ։ Գիտեք, բանը դրան է, որ մեր մոտ պետք է գա բնավորության փոփոխություն։ Մեր բնավորությունը պետք է փոխվի։ Մենք պետք է ունենանք նոր մոտեցում, նոր այսինքն հասկանում եք ստանդարտներ։ Իսկ դրա մեջ կարա մեզ օգնիով մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Հասկանում եք, դրա մեջ կարա ինքը օգնի։ Եվ ինքը պատրաստ է օգնելու, հասկանում եք։ Պրոբլեմը ինչու՞մ է։ Պրոբլեմը քեզանից է գալի, որովհետեւ դու ուզենաս, որ ինքը սկսի գործել քո կյանքում։ Դու ուզենաս, որ ինքը մտի քո կյանքի բոլոր այս ստանդարտները, սահմանները, որ դու դրել ես իր առաջ, փակել ես։ Դու մտածում ես, թե բացել ես, բայց դա սա դու չես բացել, հասկանում ես։ Նայեք ասեմ, Նոյմի մոտեցում ես բերի։ Շատ լավ կին է։ Բարեհավ կին է։ Նայեք ասեմ, ինչքանով մարդ կարա սիրի մի կնոջը ու գնա իր հետևից։ Նայեք ասեմ, հրդի համար ամեն բան կորցված է։ Ամեն բան կորցված է։ Ամուսինը մահացել է, կիսուրը քանդված, ջարդված, կոդրված սրտով, բայց ուժեղ կիսուր էր կարամ ասեմ, ես գնում եմ, ես գալիս եմ քո հետևից։ Ես գալիս եմ քո հետևից։ Հասկանում եք, ինքնավստահություն, մարդկային ինքնավստահություն, բայց Աստծո օրհնությունը գալիս է այդ կնոջ կյանքում։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Դու գնում ես Քրիստոսի հետևից։ Դու վստահում ես Քրիստոսին։ Ուր որ Քրիստոսը գնա, ուր որ քեզ կանչի։ Նայեք ասեմ, այսօր քեզ Քրիստոսը կանչում է ծառայության։ Դու պատրաստ ես գնալ ծառայելու Աստծուն։ Շատեր կարող ասեն, բա իմ տունը, բա իմ գործը, բա իմ ընտանիքը։ Բա որ ես գամ ստեղ, բա ով է իմ գործեր անելու։ Գիտես, այսօր ես աշխատում եմ, ես չգնամ, ես իմ ընտանիքը ես պետք է պահեմ։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Գիտես, չէ որ Աստված հոգում է, չէ որ դու ես դավանում ասում Աստված հոգում է, չէ որ Աստված ուզում է հենց իմենը տենա քո այդ մոտեցումը։ Հասկանում եք։ Աստված ուզում է երբեմն փորձի դու իրոքպես պատրաստ ես գալ գնալ ծառայել։ Դու պատրաստ ես որ գնաս ավետարանես մեկին։ Պատրաստ ես տամ խոնարհել, պատրաստ ես եսի մի չանել։ Գիտես, շատ անգամ մեր մոտ է չափանիշներն արվում։ Մենք մտածում ենք մեր մասին։ Մենք մտածում ենք մեր մոտեցման մասին։ Մենք մտածում ենք վաղվա մասին, որ մենք լավ ենք։ Մենք չենք մտածում, որ մենք կանչված ենք մարդկանց բերելու փրկության։ Մենք կանչված ենք սառայելու Աստծուն։ Մենք կանչված ենք դրանով մենակ բավարարվել, բայց պրեջի չեմ դու ծառայես Աստծուն, դու պետք է փոխվես։ Հասկանում ես։ Պրեջի չեմ ստանաս օրհնություն, դու պետք է վերանայես քո կյանքը։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Երբ որ շատ անգամ խոսում սիրո մասին, երբ որ դու չես կարող սիրես, դու պետք է սիրես։ Երբ որ դու չես կարող ներես, դաժե այն մարդուն, ով որ այնքան չարը բաներ անում քո հանդեպ, դու պետք է ներես ու սիրես անցնես։ Որտեղ դա ասում է խոսքը։ Հասկանում եք։ Մենք սրա մասին ասում է Պետրոսի թղթում, հենց նույն Պետրոսը երկրորդ թղթում ասում է, մենք կկարդանք սրա մասին։ Բացեք։ Պետրոսի երկրորդ, կարծեն, չէ, առաջի գլուխ։ Առաջի գլխի 4-րդ խոսքից։ Որոնցով ասում ամենամեծ ու պատվական խոսումները մեզ տրված, որպեսզի դրանցով աստվածային բնության հաղորդակից լինենք, աշխարհիկ ցանկությունների ապականությունից խուսափելով
Եվ այս բանի համար ամեն ջանքը թափելով ձեզ հավատ հարստացեք առաքինությամբ, առաքինություն գիտությամբ, գիտություն ժուժկալությամբ, ժուժկալությունը համբերությամբ, համբերությունը աստվածապաշտությամբ, աստվածապաշտությունը եղբայրասիրությամբ, եղբայրասիրությունը սիրով, որտեղ սրան ձեր մեջ ունենալով ու առատացնելով դատարկ ու անպտուղ չեք լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին գիտության մեջ։ Բայց ով այս բաները իր մեջ չունի, կույր է կամ կարճատես, մոռացած լինելով իր նախկին մեղքերի մաքրված լինելու մասին։ Դրա համար եղբայրներ, ջանացեք, որ ձեր կոչումը եւ ընտրությունը հաստատուն դարձեք, որտեղ դրանք անելով երբեք հանցանք չեք գործի։ Ամեն։ То есть ինչ մոտեցում ասել Պետրոս ասում, ժուժկալություն, համբերատարություն, աստվածապաշտություն եւ վերջում գալիս է սերը։ Հասկանում եք, то есть ամեն բան փակվում է սիրով։ Ասում եմ, եթե դրանք չունես, այդ հատկությունները չունես, կոպիտ ասած պրոբլեմա։ Դա պրոբլեմա։ Ասում եմ, որտեղ ասում եմ, սրանք ձեր մեջ չունենալով ու առատացնելով դատարկ ու անպտուղ չեք լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին գիտության մեջ, то եթե դու ունենաս, բայց նա ով այս բաները իր մեջ չունի, կույր է կամ կարճատես է։ Պետրոս ասում է, եթե դու այդ բաները չունես քո մեջ, դու կույր ես ու կարճատես ես։ Դու չես կարող ես հավատարիմ Աստծուն։ Հասկանում ես։ Եթե դու չունես, այսինքն աստվածապաշտություն, առաքինություն, հասկանում ժուժկալություն, համբերատարություն, հասկանում ես։ То есть այսօր հասարակ բաները մենք չենք կարող համբերատար լինենք, հասկանում ես։ Даже սկսած այն բուն այդ կոնֆլիկտ ալուն կամ ինչ մի բանի մեջ որ դու ասում ես, մենք անում ենք ագրեսիվ, կամ կարող պետք է անենք սենց, բայց ասում եմ դու պետք է լինես համբերատար, դու պետք է ժուժկալ, դու պետք է լինես այսինքն այդ ամեն չափանիշները դու պետք է ունենաս։ Էլ եմ ասում, եթե չունես, ռուսերեն ասած, ни в чё еще потеряно, հասկանում ես։ Դու կարաս այդ ամեն բանը լրացնես, հասկանում եք, ասու ժողով։ Տերը ձեզ օրհնի։ Գիտեք, Տերը ձեր ամեն մեկին օրհնի, հավատացեք, որ մեր Աստված ամենակարող զորավորն է։ Գիտեք, Հոբի առաջի գլուխ։ Ես այդ կարդամ ու մենք բրզենք մեր ցավությունը։ Հոբի առաջի գլուխ։ Չէ, բերես չեմ Հոբի առաջի գլուխ ես կարդամ, ասում եմ Սաղմոս կարդամ մի հատ, ասում եմ Սաղմոսի 53-ի 2 գլուխ խոսք, ասում եմ Աստված երկնքից նայում է մարդկանց որդիներին, որտեսի թե կա արդյոք մեկ իմաստուն, որ փնտրի Աստծուն։ Բոլորը հետ քաշվեցին եւ միասին անպիտան դարձան, բարի գործող չկա, մեկ հոգի էլ չկա։ Միթե անօրություն գործողներ չեն իման, որ ուտում են իմ ժողովրդին, ինչպես հասեն ուտում եւ չեն կանչում Աստծուն։ То есть Սամոսում ասում է, Աստված երկնքից ասում է նայում է որտեղ որ չկա մեկ արդյոք որ ըլնի իմաստուն, որ փնտրի Աստծո երեսը։ Հասկանում ես, то есть Աստված կանչում է, որ մարդիկ փնտրեն Աստծո երեսը ու նմանվեն Աստծուն։ Իսկ Հոբի գրքում առաջի խոսում սե տարեսը մի տեղ, որը որ ասում է, գիտեք հետաքրքիր է, չէ, ես Հոբի պատմությունը կարճ կասեմ։ Ասում մի օր Աստծո որդիներ եկան Տիրոջ առաջ կանգնելու առաջի գլխի 6 խոսքից։ Սատանան էլ եկավ նրանց մեջ։ Տերը Սատանան ասել, որտեղից ես գալիս։ Սատանան Տիրոջ պատասխանեց ու ասել, երկիրը շրջելից եւ նրա մեջ ման գալուց։ Տերը Սատանան ասաց, իմ ծառա Հոբի ուշադրություն դարձի, որ երկիրը նրա նման կատարյալ ու արդար աստվածավախ ուշադրություն հեռացող մարդ չկա։ Սատանան պատասխանեց ու ասաց, միթե Հոբը Աստծուց վախենում է առանց ակնկալության, չէ՞ որ դու նրա տունը, նրա բոլոր կալվածքները ցանկապատել ես, նրա ձեռքի գործն օրտել ես, նրան հոտերը տարածվել են երկրով մեկ, բայց հիմա ձեռքը երկարի նրա ողջ ունեցվածքին դիպիր ու կտեսես, որ քո դիմաց քեզ կայոյի։ Տերը Սատանան ասաց, ահա նրա ամբողջ ունեցվածքը քո ձեռքին թող լինի, միայն թե ձեռքը նրա վրա երկարացնես եւ Սատանան Տիրոջ առջևից դուրս գնաց։ Ասու ժողովնայք ասեմ, ես չեմ ուզում ավելի շատ խորանամ, ես ուզում եմ որպեսզի մենք ուշադրություն դարձնենք այն խոսքերի վրա, որ Աստված ասեց։ Տեսար ասում է, Հոբի նման չկա այս աշխարհում։ Աստված հպարտանում էր Հոբով, ուրախանում էր, որ կա մեկը Հոբի նման։ Այդ մենք գիտենք ինչ սպասեց Հոբին, ինչի մեջով Հոբ անցավ, ոնց էր իր կյանքը, իր փորձությունների մեջ, կարամ ասեմ, ինչի մեջով էր անցավ, ինչ ստացավ իր կյանքում, ինքը չուրացավ։ Ինքը մնաց
կանանք ասենք վերջում Աստուն հավատարիմ, ինք եկա վերջում Աստծու մոտ, բայց Աստված ուրախանում է մեզանով։ Աստված ուրախանում է իրեն հավատարիմ անձանցով։ Հասկանում ես։ Ասում Անիրավը միշտ հայտնության գրքում է ասում, Անիրավը միշտ գալիս ասում մեր մասին հավատ ասում Տիրոջը, բայց եկեք կլենք հավատարիմ Աստծու ժողովուրդ։ Եվ ես հավատում եմ օրհնությունները կստանանք դուք։ Ամեն, եկեք անենք աղոթենք։ Գիտեք մեր Տերը զորավորը ու ամենակարողն է։